Ինչ ծառայություններ եք տրամադրում։ Ինչ եք էլի մտածում, որ այդ հարցը տալիս եք։ Դուք միջոցառում եք անում գրքի շնորհանդեսեր։ Գիտես ինչ հարցեր տաս։ Սա պղծում է երեխաներին։ Պատճառը էլի սեռականության մասին խոսելու խնդիրն է։ Ինչու է մինչև հիմա Հայաստանում տաբու թեմա, ամոթ թեմա։ Անցորդը եթե երեխայի նկատմամբ բռնությունը տեսնում է եւ չի հայտնում, ինքը կարա պատիժ ստանա։ Իմ կարծրատիպերը իմ դեմ են սկսում աշխատել։ Տաթև ջան, ուրեմն մի հատ հետաքրքիր խաղ ենք խաղալու միասին։ Այս շատ բարդ հարց է իրականում։ Ամբողջ հարցաքննությունը այն ուղղությամբ են տանում, որ տեսնեն կինը ինչ սխալ արե։ Ես հիշում եմ, ես ինքս հիմա իմ մասին ինչ էի մտածում։ Ոչ մի բռնության տեսարան մեկը մոտեցել էր ու սենց մատով ինձ կպնում էր, ասում էր, «Էս քո սահմանները հիմա հատում ա»։ Կին լինելով առնչվում է սեռական բռնության տարբեր դրսևորումների։ 3, 2, 1, yeah! Բարև ձեզ, ես Լիլիթն եմ, եւ սա Եղիր դու ոդքասթն է։ Ես ստեղծել եմ այս հարթակը, որովհետեւ մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ շատերիս ձայնը լսելի չէ։ Եվ այսօրվա իմ հյուրն է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանը։ Տաթևիկ ջան, շնորհակալություն իմ հրավերը ընդունելու համար եւ անչափ ուրախ եմ քեզ տեսնել որպես հյուր։ Ես էլ եմ շատ շնորհակալ հրավերի համար, շատ մեծ պատիվ առաջին հյուրը լինելու։ Կխնդրեմ պատմես, ինչպես առաջացավ այն գաղափարը, որ հիմնեցիք կազմակերպությունը։ Մենք Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը սկսել ենք 2008 թվականին։ Ու մենք այդ ժամանակ դասընթացներ էինք վարում երիտասարդ աղջիկների համար, ունեինք նաեւ կամավորներ Հայաստան եկած տարբեր երկրներից ու Հայաստանում աշխատող, ովքեր սկսեցին մեր հետ կիսվել սեռական բռնության իրենց փորձառության մասին, ու երբ որ մենք հասկացանք, որ Հայաստանում ընդհանրապես չկա կառույց, ուր կարող ենք իրենց ուղղորդել, որ աջակցություն ստանան կամ չգիտեմ, ուղղակի գրագետ ձևով խոսեն իրենց հետ, հասկացանք, որ այս բացը կա ու պետք է սկսել նման ծառայություն։ Հիշում ես քո առաջի գործը ինչ զարգացումներ ուներ։ Ոյ, իրականում առաջին դեպքը շատ տպավորիչ է լինում։ Ինձ թվում է բոլորի մոտ է տենց եղել ու հետո շատ երկար ժամանակ չես մոռանում։ Ու հիշում եմ, որ օրեր շարունակ չէի կարողանում այդ մտքերից ազատվել, այսինքն ամբողջ օրը մտածում էի զանգարողի մասին։ Իրականում, երբ որ մենք նոր էինք սկսել աշխատել ու թեժգիծը ոնց որ մեկնարկեցինք, մենք նաև ընտանեկան բռնության դեպքերով էինք զանգեր ունենում, այսինքն առաջի մոտավորապես 2 տարիների ընթացքում 1-2 դեպք ենք ունեցել սեռական բռնության, բայց շատ զանգեր ունեն մենք ընտանեկան բռնության։ Ու առաջի դեպքը ընտանեկան բռնության դեպք է եղել։ Հետո երբ որ շարունակում ես աշխատել, թվում է թե ինչ որ սահմաններ ես հստակեցնում քո համար ու սկսում ես ինչ որ ձևով աշխատանքից հետո անջատվել ես դեպքերից, բայց միևնույն է կան դեպքեր, որոնք միջև հիմա ոնց որ զգում ենք, որ վերապրված չեն մեր համար, հա, ինչ որ ձևով մնում են հիշողության մեջ, հիմնականում այն դեպքերն են եղել իմ պարագայում, երբ որ աջակցությունը ընդհատվել է, օրինակ երեխայի դեպք է եղել, երբ որ ծնողը որոշել է, որ իրան էլ պետք չէ աջակցություն եւ կանգնացրել է, բայց մենք տեսնում էինք, որ կա կարիք, հա, որ երեխան ունի մեր կարիքը։ Նման դեպքերը շատ ծանր են անդրադառնում։ Ինչ որ մի պահ եկավ իմ գործունեության ընթացքում, որ ես նկատեցի, որ եթե այդ օրը առավոտյան օրինակ սկսվում է նոր դեպքով, ես հետո ամբողջ օրը չեմ կարողանում աշխատեմ։ Ոնց որ մի քանի տարի հետո սկսեցի զգալ իրականում մեր վրա ոնց են անդրադառնում այս դեպքերը, ու այդքան չէինք մտածել միջև այդ, օրինակ մենք ինչ պետք է անենք մեր համար։ Ինչ մեթոդներով եք կարողանում հետո հաղթահարել։ Իրականում ստեղ ուզում եմ ոնց որ նաև ասեմ, որ այդ չի նշանակում, որ աշխատանքը բեռ է մեր համար, որովհետև մենք օրինակ ես արդեն 17 տարի է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հետ եմ առաջին օրվանից, բայց մինչև հիմա համոզված եմ ու նույն զգացողություն ունեմ կարևորության մասին, թե մենք ինչ կարևոր ու աջակցող ենք լինում եւ այլն, էլի ուզում եմ մի քիչ որ տպավորություն չլինի, որ այս շատ ծանր բան է մեր համար ու բողոքի պես չհնչի։ Իրականում կան տարբեր մեխանիզմներ, անպայման շատ կարևոր է, որ աշխատակիցները իրանք հոգեբանական աջակցություն ստանան։ Ստեղ ինձ թվում է կարևոր է նաև որ մի քիչ խոսանք հայաստանյան իրականության մասին, որտեղ ցավոք սրտի
այսօր այս երկրում ապրելով եւ կին լինելով առնչվում է սեռական բռնության տարբեր դրսևորումների, այսինքն ցանկացած պահի դու չգիտես, հա, որ դեպքը օրինակ քո հետ կատարվածի նմանություն կունենա կամ դու ինչ ձևով կապրես այդ դեպքը, գիտենք, որ այդ ենթագիտակցորեն կարա լինի, ու դրա համար շատ կարևոր է, որ մենք էլ աջակցություն ստանանք։ Միշտ չի, որ կազմակերպության ռեսուրսները թույլ են տալի, որպեսզի ամբողջությամբ այդ հոգսը ոնց որ իր վրա վերցնի կազմակերպությունը, բայց ես որպես տնօրեն փորձում եմ տարին գոնե 1-2 անգամ արտագնա հանդիպումներ ունենանք աշխատակազմով ու փորձում ենք ոնց որ հրավիրել ինչ որ մեկին, ով որ մի փոքր մեզ կօգնի արտահայտվել, դուրս բերել մեր խնդիրները եւ այլն, բայց նաեւ փորձում եմ աջակցել աշխատողներին իրանց անհատական թերապիաների հարցում։ Կարող ես ներկայացնել 2024 թվականին քանի բռնության դեպք եք արձանագրել եւ ընտանեկան եւ սեռական բռնություն։ 2024 թվականին 43 դեպք ենք ունեցել սեռական բռնության, որը 10 դեպքով ավել է նախորդ տարվա համեմատ։ Հիմնականում մեզ շատ, եթե սենց վերցնենք, չեն դիմում, հա, որովհետև երբ որ մենք հնարավորություն ունեինք վիճակագրությունը համեմատել օրինակ իրավապահ համակարգում գրանցված դեպքերի հետ, այնտեղ հարյուրավոր դեպքեր էին լինում։ Կառույցին դիմում են ավելի քիչ դեպքերում։ Միանշանակ չեմ կարող ասել ինչով է պայմանավորված, մենք շատ իրազեկման հանդիպումներ ենք անում, տարածում ենք տեղեկատվությունը մեր մասին, բայց միգուցե մարդիկ կաշկանդվում են դիմել դեռ կառույցի սեռական բռնության թեմայով, որտեղ գիտենք, հա, որ ընդհանրապես սեռականության հետ կապված ամեն ինչ Հայաստանում դեռ թաբու թեմաներից է, միգուցե իրանց դժվար է մեկ մասնագետից ավել մասնագետների դիմել ու աշխատել է, բայց մենք ունենք դեպքեր, իհարկե յուրաքանչյուր տարի կեսից ավելի քիչն է, որ մեզ դիմելուց հետո դիմում են նաև իրավապահ համակարգին։ Երբ որ սեռական բռնության է ենթարկվում անձը կամ ընտանեկան բռնության է ենթարկվում, այսպիսի մի գաղափար կա, հա, այդ ընտանիքներում եւ զույգերի մեջ, որ ամոթ է հանկարծ չդիմես այս կազմակերպությանը, հոգեբանին, որ պատմես կամ սոցիալական աշխատողին, որ պատմես, հետո այդ տեղեկատվությունը դուրս կգա։ Ինչի՞ է միջև հիմա Հայաստանում տաբու թեմա, ամոթ թեմա այս մասին բարձրաձայնելը։ Ինձ թվում է հիմնականում պատճառը էլի սեռականության մասին խոսելու խնդիրն է։ Շատերը, ովքեր օրինակ ենթարկվում են սեռական բռնության, հա ոնց դու ասիր զուգընկեր հարաբերություններում եւ այլն, չեն հասկանում, չեն գնահատում կատարվածը որպես սեռական բռնություն։ Այն կազմակերպությունները, ովքեր ընտանեկան բռնության դեպքերով են աշխատում, հիմնականում կանայք թեկուզ իրենց ամուսինների նկատմամբ, երբ որ քրեական գործ են հարուցում, օրինակ ֆիզիկական բռնությունով, սեռականի մասին լռում են, որպես կանոն սեռականի մասին իրենք խոսում են ավելի շատ հոգեբանի հետ, հա, այդ մասնագետն հետ, բայց պատրաստ չեն այդ ինֆորմացիայով կամ նման հանցատեսակով ոնց որ իրավապահ համակարգի հետ առնչվեն։ Մինչև օրս մեր իրավապահ համակարգը ունի Չես կարող իհարկե իրանց ապացուցես, որ իրենք այդ ունեն, բայց իրենք ունեն համոզմունք, որ չափահաս անձին հնարավոր չի ենթարկել սեռական բռնության։ Եվ եթե չափահաս անձինք դիմում են, հիմնականում մեր փորձառությունից էլ, հա, ելնելով կարող եմ հիմա փաստել, անգամ երբ որ իրենց հետ փաստաբան է գնում, ամբողջ հարցաքննությունը այն ուղղությամբ են տանում, որ տեսնեն կինը ինչ սխալ է արել, իրենց պատկերացմամբ սխալ է։ Կինը օրինակ, չգիտեմ, շատ հարցեր են տալի, օրինակ, ինչքան ժամանակ էր ճանաչում, որ Ենթադրենք, որ ցիր սրճես հետը, հա, ուղակի կինը մտնում է իրավապահ համակարգ, ասում է, որ ենթարկվել է սեռական բռնության, արդեն սկսվում է։ Ես մի անգամ հիշում եմ, որ արտասահմանից Հայաստանում մի հատ աղջիկ էր, ու ինքը ենթարկվել էր սեռական բռնության, ու ոնց որ շատ հրատապ ստացվեց, ես իրան ուղեկցեցի ոստիկանություն։ Ոստիկանությունում ընթացակարգն հենց է, որ մի քանի պետերի մոտ պետք է անցնեինք ու անընդհատ մարդը նույն բանը պատմեր, ու շատ լավ տպավորվել է մեջս պետերից մեկը, ով որ սենց կիսահենված նստել էր իր աթոռի վրա, նախ ծխում էր սենյակում, երկրորդ հերթին հեռուստացույց էր միացրած ու ինքը պարբերաբար հեռուստացույցին էր նայում փոխանակ մի հատ անջատեր, դզվեր, մեր վրա կենտրոնանար ու այդ աղջիկը չէր խոսում հայերեն, դե իհարկե ոստիկանության աշխատակիցն է անգլերեն ու հիշում եմ, որ ինձ ասեց, հələ հարցրու ինքը խմած է եղե, ասի ես չեմ պատրաստվում այդ հարցը իրան տան, որտեվ ընդհանրապես այդ հարցը անիմաստ եմ ստեղ համարում, ինչ եք էլի մտածում, որ այդ հարցը տալիս եք, այսինքն նման բաներ, հա, եթե խմած է եղել ինչ Ենթադրենք մի բաժակ ալկոհոլ է խմել կամ այդ խմացության աստիճանը ինչ որ տեղից հետո ընդունելի է դարձնում այս դեպքերը, հա,
ու շատ անգամներ ենք ունեցել, երբ որ շահառուն անգամ առանց զոհակենտրոն մոտեցում իմանալու, առանց գենդերային զգայունություն իմանալ կամ հասկանալու, օրինակ ինձ անկեղծ ասելա, գիտես, նենց տպավորություններ, ոնց որ ես պիտի ինչ-որ բան ապացուցեի այնտեղ, ոնց որ ես էի սխալ բանը արել, այ տենց է ինձ զգում, ոնց որ ես պիտի ապացուցեի իմ անմեղ լինելը։ Մի շահառու, որ շատ տպավորվել է, ինձ ասում էր, այդ հարցերը իրանք չպիտի դրան տային, հա, ոնց որ բռնարարին ուղային, ոչ թե իրան։ Գիտես նաև ինչն է հետաքրքիր, մենք երբ որ մեծանում ենք, ստեղ ինքներս կրում ենք, չէ, այդ կարծրատիպերը։ Ու մի օր երբ որ օրինակ իմ հետ է նման բան լինում, իմ կարծրատիպերը իմ դեմ են սկսում աշխատել։ Եթե այսինքն ես մի օր ինչ որ մեկի մասին կմտածեի, որ վայ չգիտեմ, կնայի արտաքին տեսքին ինչ որ պիտակ կկպցնեի, անգամ չեմ կարա բարձրաձայնեմ ինչ պիտակ, բայց պիտակ կկպցնեի։ Հետո վաղը մյուսօր եթե ես եմ նման իրավիճակում հայտնվում, պարզա որ ես հիշում եմ ես ինքս հիմա իմ մասին ինչ էի մտածում։ Ու այդ շատ ուժեղ է մարդկանց վրա ազդում, իրանք իրոք կաշկանդված են։ Ես օրինակ շահառու եմ ունեցել, իրականում ինքը շահառու էր, բայց ես հանդիպել էի իր հետ, որտեղ մենք բանավոր պատմություններ ենք, չէ, հավաքում անանում ժամանակ առ ժամանակ, ու երբ որ ինքը իր պատմությունը պատմեց ինձ, ես ոնց որ հետո ու ընթացքում իրան անդադ ասում էի, որ ինքը մեղավոր չի, արդեն ոնց որ գիտենք, որ այդ կարևոր բան է ու ասում ենք, այդքան ազդեցությունը չենք նկատում մարդկանց վրա, բայց ինքը մեր հանդիպումից հետո 2 ամիս պարբերաբար ինձ գրել է, որ խնդրեմ մի հատ կկրկնես այն միտքը, որ ես մեղավոր չեմ։ Այսինքն ինչքան ուժեղ է այդ մարդկանց մեջ, որ ոնց որ ուղակի որ ես բարձրաձայնեցի այդ, իրան ինչքան կարևոր ու օգտակար էր։ Ես նաև գիտեմ, որ ոստիկանությունը բազմաթիվ գործեր կարճում է, եթե ապացույցներ չի գտնում ոստիկանությունը։ Դուք ինչպես եք արձագանքում, երբ որ գործը կարճում է, բայց դուք գիտեք, որ դեպքը տեղի է ունեցել։ Այս շատ բարդ հարց է իրականում։ Այստեղ մենք ունենք նախ ապացույցների հավաքման խնդիրներ լուրջ։ Մենք չունենք միջև հիմա հստակ ընթացակարգեր ու մեխանիզմներ, թե սեռական բռնության դեպքում ինչ ապացույցներ պետք է հավաքվեն, ոնց օրինակ ամբողջ աշխարհում կա բռնաբարության արգղիկ, հա rape kit հասկացությունը, որը մենք չունենք։ Այսինքն մենք երբ որ նոր էինք սկսել եւ 2016 թվականի, երբ որ փաստաբան ունեցանք, արդեն կարողացանք իրավական մասով էլ հա գործերում ներգրավել, սկսեցինք այս բոլոր խնդիրները տեսնել։ Ու երբ որ ես գնում եմ օրինակ ոստիկանություն կամ քննչական կոմիտե, փորձում եմ հասկանալ ինչով են առաջնորդվում, բոլորը ինձ ասում էին, որ դե բանավոր դասընթացների ժամանակ ինչ որ տեղեկատվություն փոխանցվում է, այսինքն հստակ գրված ինչ որ միտեղ մենք ընթացակարգ եւ ինչ ապացույց պետք է հավաքվի, չունենք։ Ինչ է ընդհանրում իրանից բռնաբարության արգղիկը, եթե դու իմանում ես, որ անձը ենթարկվել է սեռական բռնության, իր մեջ կա հստակ ստուգաթերթի նման մի բան։ Ու կարևոր չի ինչ դեպք է տեղի ունեցել։ Դու պետքա վերցնես մարդու հագուստը, հա, պետքա վերցնես, չգիտեմ, եղունգների տակ, կարևոր չի այդ մարդը պետք չի պատմի քեզ այդ բանը ինքը չանգրել է կամ ինչ-որ գործողություն եղունգներով եղել է թե ոչ, որտեվ ամբողջ աշխարհը հասկանում է իրական սեռական բռնության տրավման իրենց ինչ է ներկայացնում, բայց մենք դեռ այդքան էլ չէ։ Սեռական բռնության դեպքերը իրանք ունեն իրանց առանձնահատկությունը, որովհետև ինքը շատ ուժեղ տրավմա է մարդուն հասցնում եւ որպես կանոն մարդիկ միանգամից պատրաստ չեն գնան իրավապահ համակարգ։ Իսկ այսօր մեր երկրում ապացույց հավաքող միակ կառույցը դա իրավապահ համակարգն է։ Այս նույն rape kit օրինակ տարբեր երկրներում թույլ է տալիս, որ անձը գնա ուղակի հիվանդանոց, իր ապացույցները հավաքվում են։ Երկրներ կան, որոնք տասնյակ տարիներով պահում են այդ ապացույցները ճիշտ իհարկե պայմաններում, հա, որ դրանք հնարավոր լինի պահել։ Ու այն պահին, երբ որ ինքը գալիս է ոստիկանություն ու ասում է ես ուզում եմ սկսել իմ գործը, նոր այդ ապացույցները ուղարկվում են փորձաքննության, այսինքն ինքը ունի իր ապացույցները, որ գործը կարողանա ինչ-որ արդյունք ունենա, հա։ Մեր դեպքում ենթադրենք, չգիտեմ, մարդը հիմնականում տարի, հա, ամիսներ անց է որոշում, որ ինքը ուզում է ինչ-որ գործողություն անի ու որպես կանոն չի ունենում։ Եթե մարդը գալիս է մեզ ու ասում է, որ ինքը ուզում է դիմի իրավապահ համակարգ, մենք դիմում ենք, որովհետև այդ իր ուղղակի իրավունքն է արդարության հասնելու, հա։ Մենք երբեք չենք ասում, գիտես ինչ ապացույցները քիչ է, մենք չենք կարծում, որ այս դեպքով դու հաջողություն կունենաս։ Նաև չկա նման, չգիտեմ, ինչ-որ հաստատված սահմաններ, որ ես իմանամ, որ գնահատական կարողանամ տամ, հա, այդ գործը առաջ կգնա թե ոչ։ Մենք օրինակ դեպք ենք ունեցել երեխայի իհարկե, որ բավարար ապացույց է համարվել միայն բռնարարի ներքնազգեստի, ոնց որ այդ ֆիրմայի անունը երեխայի կողմից ասել է, հա, որտեղ երեխան նկատել էր իր ներքնաշորի վրա ինչա գրված։ Դա միայն բավական հիմք է համարվել, որ երբ որ
հետախուզման ժամանակ գտել են տվյալ ներքնաշորը, այդ բավարար է եղել գործը առաջ տանելու, դատարան տանելու եւ պատիժ ունենք այդ գործով։ Բայց չափահասների պարագայում մի քիչ ավելի դժվար է լինում, բայց ելի ունենք հաջողված դեպքեր։ Այս գործերը, քանի որ շատ լուրջ չեն քննվում, փաստաբանի ներկայությունը շատ կարևոր է դառնում։ Ինչ ծառայություններ եք տրամադրում եւ ովքեր կարող են օգտվել դրանից։ Ցանկացած անձ, ով որ ենթարկվում է սեռական բռնության, անկախ նրանից ինքը անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է թե ոչ, մեզ կարա դիմի։ Ունենք անվճար սոցիալական, հոգեբանական եւ փաստաբանական ծառայություն։ Իրանք ստանում են անհատական թերապիա եւ թե մանկական եւ թե չափահաս անձանց համար ու փաստաբանը ներկայացնում է իրենց ինչքան ատյաններով որ գնանք Հայաստանում եւ ունենք դեպք նաեւ որ Եվրոդատարան ենք ուղարկել։ Կարող ես պատմել մի պատմություն, որը շատ մեծ ազդեցություն է թողել մինչ այսօր քո վրա։ 10-11 թվականներին պաստառ էինք ուրեմն սարքել սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի վերաբերյալ, սենց 3 հատ դրվագ էր պաստառի վրա նկարած, մի հատը շենքի մուտքում աղջիկ էր ուղակի սենց կծկված, այսինքն ոչ մի բռնության տեսարան չկար վրան, մի քիչ սենց կաշկանդված աղջիկներ էին պատկերված մի քանի հատ, բայց ոչ ինչ որ մերկ տեսարան կար, ոչ մի բան, ու սեռական բռնության ճգնաժամային կենտրոն էր գրված ու թեժ գիծը։ Ու ուրեմն ուղարկեցինք այդ պաստառները թույլտվության համար, սկսած նրանից, որ սեռական բառը հանեք, բայց ասում եմ այդ կազմակերպության անունն է, էլի ոնց է կարելի անունը կազմակերպության կիսատ գրել, պաստառը դառավ ուղակի մոխրագույն, ճգնաժամային կենտրոն եւ թեժգից։ Ու մենք իհարկե դա չտեղադրեցինք, որովհետեւ լրիվ իր իմաստը կորցնում էր կամ ինչ ճգնաժամի մասն է խոսքը, առանց այնը մարդիկ հաճախ թեժգծերին զանգում են տարբեր հարցերով, մի հատ եթե տենց դնեինք քաղաքում տարբեր տեղ, պատկերացնում եմ ինչ կկատարվեր ու ուղակի չդրեցինք։ Ու այս այն օրինակներից մեկն է, որ ես ոնց որ փորձում եմ սփոփեմ մեզ ու հատկապես աշխատակիցներից, ասում եմ ոչինչ որ փոփոխություն կա ամեն դեպքում հիմա գոնե կլոր սեղան կազմակերպել կարող ենք մարդիկ գալիս են խոսում են սեռական բռնության մասին ժամանակին անգամ բառը թույլ չէին տալիս։ Ես հիշում եմ նաև մի դեպք, երբ որ դուք միջոցառում էիք անում գրքի շնորհանդես էր, երբ որ ներխուժեցին եւ արգելեցին, ինչ որ սա մեր երկրին դեմ է, սա պղծում է երեխաներին, չգիտեմ ինչեր եք սովորացնում, նաեւ այդ դեպքն է շատ իմ մեջ տպավորվել, ինչ քայլեր եք ձեռնարկել եւ ուր հասակ, արդյոք դատական կարգով լուծվեց այդ խնդիրը, թե չդիմեցիք։ Գիտես ինչ հարցեր տաս։ Հա, իրական դա գիրք չէր, ներկելու գրքույկ էր, որը ընդամենը երևի եթե չեմ սխալվում մի 8 կամ 9 էջանոց է։ Նպատակը այդ գրքույկն էր, որ ծնողը ներկելով երեխայի հետ խոսի սահմանների մասին, հա։ Այսինքն օրինակները սենց էին։ Քո ատամի խոզանակը անձնական է, դու քոնն ես օգտագործում, ուրիշները քոնը չեն կարող օգտագործել, դու էլ հակառակը։ Եթե նամակ եք ստացել եւ ինչ որ մեկի անունը վրան գրված է, դա իր անձնականն է եւ այլ մարդիկ չեն կարող բացել։ Եթե սենյակի դուռը փակ է ծնողների, պետքա թակել, որովհետև դա էլ իրանց անձնական սահմաններն է։ Այս օրինակները բերեմ, որ ասեմ հետո ոնց շահարկվեց, էլի։ Ու նաև այն մասին, թե ինչ հպումներ երեխայի հետ կապված կարող են լինել կամ ոչ, հա, օրինակ էր բերված քեռու, որ եթե քեռին քեզ գրկում է, համբուրում է, բայց դու դա չես ուզում, դու կարող ես ասել, որ չես ուզում եւ այլն։ Ու ընդամենը վերջի էջում գրած էր միայն ծնողների համար, մի փոքր ավելի շատ ինֆորմացիա էր, մեր կայքն էր դրված որպես սեռական բռնության մասին ավելի շատ կարդալու աղբյուր եւ սեռականություն.org կայքներ, որը միակ հայալեզու կայքն է, որտեղ սեռականության մասին կա եւ սեռական կողմնորոշման մասին կար։ Շատ փոքր տեղեկատվություն, այս էր հիմնական բանը, որին որ ոնց որ որով սկսվեց շահարկվել, բայց հետո տարբեր բաներ հնչեցին, որ եթե երեխան պետքա դուռը ծեծի, երեխան կմտածի, այդ ի՞նչ է կատարվում դրան հետևում, այս միշտ այս բաները կա մեր երկրում, գիտես, որ երեխան կմտածի, ասենք 3 տարեկան երեխան ոչ մի բան չգիտի ինչ է այդ դրան հետևում կատարվում, հա, ու գիրքը գրած էր, որ 3-ից 6 տարեկան երեխաների համար է, Հայաստանում 3-ից 6 տարեկան երեխաները կարդալ չգիտեն, այսինքն ծնողն էր որոշելու, որ մասը երեխուն ասի, որը չէ, հա։ Ամեն դեպքում գիտես ինքդ այդ ոնց էր աշխատում ու միշտ ռիսկը կա, որ այս մարդիկ էլի կակտիվանան։ Մենք գնացինք, քանի որ այդ օրը իրանք իրոք հարձակվել էին մեր վրա, բավական շատ տղամարդկանցով եւ մի խումբը անգամ հարձակվել էր մեր հանդիպման մասնակիցների վրա, ձվեր էին նետել իրանց վրա ու ստե պետք է ասեմ հավկիթներ էին նետել իրանց վրա։ Չէ, հանգիստ կարա։
Okay։ Ոնց որ վազել էին իրենց հետևից ու մասնակիցներն էլ էին շատ վախեցած ոչ միայն մենք, ու ինչ տեղի ունեցավ ներսում, իրականում իրանք այնքան շատ էին, որ մեզանից յուրաքանչյուրին սենց շրջափակել էին առանձին, ու ես հիշում եմ իմ հետ կատարվածը, որ մեկը մոտեցել էր ու սենց մատով ինձ կպնում էր, ասում էր, «Էս քո սահմանները հիմա հատում ա, որ այսինքն ակնհայտ ստեղ գոնե խուլիգանություն որպես արար կար»։ Երեխեք չունեք, բայց չեք ամաչում ինչ եք անում։ Բայց չեք ամաչում ինչ եք անում, ամոթ է, 1000 ամոթ։ Ժողովուրդ մի հատ բոլորս իրար հետ ամոթանք տանք, ամոթ։ Լավ հիմա հնարավոր։ Կանայք եք, ամոթ։ Այլածը սրանով կա։ Չէ, ինձ ընդհանրապես չկարելի գտնել։ Ամոթ է։ Հարաբերության տարածքում նման այլասերվածություն քարոզողները իրավունք չունեն գործել տեղ չկա Հայաստանում։ Տեղ չկա։ Վերջում դուրս գալուց վերցրել էին մեր գրանցման թերթը։ Մենք դիմեցինք ոստիկանություն։ Ոստիկանությունը ոչ մի բան չարեց, որտեղ ասեց, որ գրանցման թերթը չի համարվում փաստաթուղթ, որը իրանք հափշտակել են, ոչ մի ձևով չորակվեց մեր մոտ։ Փորձեցինք ինչ որ ձևով հետո բողոքարկել, բայց ինչ որ արդյունքների չհասանք ընդհանրապես, այսինքն ուղղակի ոչ մի գործողություն չեղավ։ Այսօր Հայաստանում իրավապաշտպանները շատ մեծ գործ են անում, որը իրական պետության պարտավորությունն է, բայց այդքան բանը անելուց հետո մենք չունենք պաշտպանվածություն։ Իրոք չունենք։ Ցանկացած բայ կարա մեզ այնց յուրաքանչյուրի հետ ինչ որ մի բան լինի ու չեմ ասում պաշտպանվածություն, որ ասենք չգիտեմ ինչ որ պետական ծառայողի նման, չգիտեմ անվտանգություն ունենան կամ չգիտեմ ինչ, բայց գոնե այս իրավիճակում, որ ոստիկանությունը պատշաճ ձևով քննի այս գործը, դրան հոարժանի ենք։ Մեր կազմակերպությունը, ձեր կազմակերպությունը եւ այլ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ վճարում ենք հարկեր։ Ստացվում է սենց, որ մենք օգնում ենք պետությանը, լցնում ենք պետության բյուջեն, բայց մենք չունենք այդ պաշտպանվածությունը։ Ես դիմել էի ոստիկանություն, երբ որ Facebook-ում իրական օգտատերը թիրախավորել էր ինձ ու ասում էր, որ ցիտեմ, հա, վիզիտ կտրելու ենք։ Ես ուղարկում եմ ոստիկանություն այդ գործը կարճում է։ Որտեվ ասում է հենց կտրեն կգանք։ Հա, հենց կկտրեն, այդ ժամանակ կգանք։ Ես համաձայն եմ քո հետ։ Մենք պաշտպանվածություն չունենք ոստիկանության կողմից։ Ինչ փոփոխություններ կան վերջի 4-5 տարիներին։ Արդյոք դու նկատում ես, որ ինչ որ փոքր քայլերով առաջ ենք գնում, թե ընդհակառակը մենք դեպի հետ ենք գնում։ Փոքր, ոնց ասեցիր, քայլերով գնում ենք առաջ։ Իհարկե վերջին 4-5 տարիների ընթացքում մի քիչ ամեն ինչ խառնվեց իրար, որովհետև նախ կյանքը խառնվեց իրար ու մի քանի տարի ոնց որ դադար ունեցանք ընդհանրապես առաջընթացի կամ ինչ որ մի բան անելու, հա։ Չնայած երբևիցե սեռական բռնության կամ այլ բռնության դրսևորումները չեն դադարում, ուզում է պատերազմ լինի, ուզում է, չգիտեմ, ինչ որ համավարակ լինի եւ այլն, դրանք շարունակվում են։ Ու այդ իրական նաեւ մեր ոնց որ պետության թերացումներից է, որ երբ որ մեր մոտ մի հատ այլ խնդիր է լինում, որին այս պահին լուրջ որակում ենք տալիս, մյուսները ուղղակի մնում են ստվերում։ Որոշակի քայլեր արվում են բռնաբարության արկղիկը ներդնելու ուղղությամբ Հայաստանում, շատ դանդաղ, իհարկե, բայց ամեն դեպքում արվում են, բայց ծառայությունների մասով ես չեմ տեսնում փոփոխություններ, այսինքն իրականում այս երկրում ունենալ մի կառույց ընդամենը, ով որ պետք է աշխատի եւ օրինակ մեր դեպքերի պարագայում մենք շատ մեծ դժվարությունների ենք բախվում, երբ որ առնչվում ենք, հա, տարբեր կառույցների հետ, քանի որ ոչ մեկ չունի ոչ մի ընթացակարգ։ Բոլորը սեռական բռնության դեպքերին անհատական վերաբերմունք կամ գործողություններ են առաջարկում։ Իսկ այդ մեր աշխատանքը շատ է դժվարացնում։ Եթե օրինակ համեմատեմ ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ, թրաֆիկինգի ենթարկված անձանց հետ, սեռական բռնության ենթարկված անձը ոչինչ չի ստանում պետությունից։ Վերջին տարիներին իրանք ինչ որ ձևով միացել են թրաֆիկինգի ենթարկված անձանց աջակցության ծրագրին եւ կարող են օգտվել միայն կացարանի ծառայություններից, բայց օրինակ եթե մյուսները կարող են օգտվել հանրային պաշտպանի գրասենյակից, սեռական բռնության դեպքերում ոչ։ Ու իրական նաև շատ դոնորներ տասնյակ տարիներով Հայաստանին աջակցություն են տրամադրում ծառայությունների համար, ինչ որ մի պահ է գալիս ու եկել այդ պահը, որ իրանք ուզում են արդեն հետ քաշվեն ու տեսնեն, թե մեր պետությունը ոնց է իր ստանձնում ի վերջո այդ պարտականությունները։ Իսկ մի հատ հասարակական կազմակերպություն ենթադրենք լավ, հիմա 43 դեպքի մասին ենք խոսում, բայց եթե հարյուրավոր դեպքեր լինեն մեզ դիմող,
Մենք իրոք շատ լուրջ խնդիր ենք ունենալու ծառայությունների։ Հիմնականում հասարակությունը մեզ հասարակական կազմակերպություններին եւ ակտիվիստներին մեղադրում է, որ դրսի գումարները վերցնում ենք, ծախսում ենք, չգիտեմ ինչեր ենք անում։ Կցանկանայի, որ երկուսով անդրադառնայինք այս թեմային, որ եթե դու չունես պետական աջակցություն ու այս աշխատանքը կարևոր է, որովհետև հարյուրավորներ քո կարիքը ունեն ու այդ ամբողջ խնդիրները դրված է հասարակական կազմակերպության եւ իրավապաշտպանների ուսերի վրա, ոնց պետքա կարողանանք մենք տանել առաջ։ Ինչ ես կարծում ես մեղադրանքներին, ինչպես կարող ենք արձագանքել։ Գիտես, ինձ թվում է այդ շահարկված թեմաներից մեկն է, որ ժամանակին հասարակությունը մի քիչ մանիպուլացվեց այս առումով։ Ոնց էլ լինի, ինչ որ մեկը իմանում է, որ մի օր իր ծանոթը սենց ինչ որ մի բանի ենթարկվի ու իրան հենց հասարակական կազմակերպությունն է օգնե կամ ընտանեկան բռնության դեպքերը, որ գնալով ավելի ու ավելի շատ են բարձրաձայնվում, հա, հազարավոր դեպքերի մասն է խոսքը։ Պարզա, որ եթե հատկապես Հայաստանի փոքր համայնքներում, հա, մեկը դիմում է աջակցության ու տեսնում է այդ կնոջ կյանքը ոնց փոխվեց, հետո սկսում են լռել։ Կարող է ինչ որտեղ որ հավաքվեն գյուղում կանանցով, միևնա փորձեն մեզ ինչ որ ձևով վատաբանեն, բայց ամեն դեպքում ինձ թվում է մեր աշխատանքն է այդ ցույց տալի, հա։ Ու չգնահատված երբեմն, բայց ինձ թվում է ես էլ դու էլ այդ չենք անում գնահատականի համար ու երբեք չենք է սպասում, որ կոնկրետ շահառուն մեզ պիտի ինչ-որ գնահատական տա կամ ոնց որ լավագույն շնորհակալության ձևը այդ իրան ավելի լավ տեսնել նաև որ մեզ հրաժեշտ է տալի։ Եթե կարող ես տրամադրել մոտավոր ստատիստիկ տվյալներ Երևանում եւ մարզերում։ Իրականում չեմ կարող տալ ստատիստիկա, բայց որ ոնց որ եթե անգամ մեր դեպքերի շրջանակներում հա մենք գիտենք որ մարզում է, սովորաբար ես խուսափում եմ դրա մասին խոսելուց, որովհետև այդ կեղծ պատկեր է տալիս մարդկանց։ Երբ որ 2010 թվականին առաջի դեպքը երեխայի նկատմամբ բռնության Արմավիրի մարզի դեպք էր, հա, ու գրվել էր մամուլում, դրանից հետո մենք նկատեցինք, որ այս մարզում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքեր բարձրաձայնվում են հաճախ։ Ոնց որ վիճակագրությունը բարձրաձայնման վիճակագրություն է։ Կարծիք էր ստեղծվել, որ այնտեղ ավելի շատ են դեպքերը, բայց քանի որ առաջին դեպքերը այնտեղ բացահայտվեցին, մասնագետները սկսեցին ճանաչել դրանք եւ սկսվեց ավելի շատ բացահայտվել, բայց այդ չի նշանակում, մինչեւ այս վերջին տարիները Վայոց ձորի մարզում գոնե քննչական կոմիտեում գրանցված ոչ մի դեպք չկար սեռական բռնության, բայց այդ բացառվում է ուղղակի, որ այդպիսի ստատիստիկա մարզը իրականում ունենա։ Որ մարզը որ ավելի փակ է, ավելի շատ են ոնց որ այդ ավանդական պատկերացումները ավելի սուր են այնտեղ կարծրատիպերը, ավելի քիչ են խոսվում այդ դեպքերի մասին։ Ժամանակին ասում էին հիմնականում տենց սոցիալապես անապահով ընտանիքներում են չէ լինում այդ դեպքերը եւ այլն։ Էդ էլ էր բացահայտվում ժամանակին, որովհետեւ սոցիալապես անապահով ընտանիքի երեխայի հետ այլ մասնագետ առնչություն ունենում ու իրանք տեսնում են ու խոսում են դրա մասին։ Իսկ այն ընտանիքի երեխայի հետ ում հետ այդ դեպքը լինում է ու ծնողն է իմանում, ինքը որոշում է խոսի թե չէ։ Դրա համար մենք ոնց որ ստատիստիկա չենք տարածում, բայց շատ տարբեր դեպքեր ենք ունեցել, հա, տարբեր կրթական աստիճան ունեցող մարդկանց, տարբեր, ես չգիտեմ, ֆինանսական ապահովություն ունեցող մարդկանց դեպքեր, այսինքն ես կարող եմ ասել, որ ոչ մեկ ցավոք ապահովագրված չի։ Երբ որ աշակերտը գալիս է եւ պատմում է, որ իրանք ենթարկվել են սեռական բռնության, այլ աշակերտի կողմից, արդյոք կա այդպիսի համագործակցություն դպրոցների, ուսուցիչների կամ այլ մասնագետների հետ, որոնք որ ուղղորդում են ձեր մոտ։ Բազմիցս խոսել ենք նրա մասին, որ միշտ դպրոցներում շատ դեպքեր են բացահայտվում։ Ոչ միայն դեպքեր, որ դպրոցում են տեղի ունենում, այլ որ դպրոցն է լինում այն օղակը, որը բացահայտում է դրա մասին։ Բայց մինչ օրս դպրոցը չգիտի ինչ անի այդ դեպքերի հետ, հա, ոչ մի ընդհանրակարգ չկա, որ ենթադրենք, չգիտեմ, տնօրենը իմանա, որ սենց դեպքում ինքը պարտավոր է զանգի ստեղ, անի հետեւյալը, ուղղորդի ինչ որ մեկին, ոչ մի կարգավորում չունենք։ Որպես կանոն, անգամ դպրոցում բացահայտված դեպքերը այլ ձևով են ուղղորդվել, հա, կամ իրավապահ համակարգի կողմից, կամ ծնողն է գտե եւ այլն, բայց դպրոցը պետք է ունենա այդ պարտավորությունը։ Իհարկե, երբևէ դպրոցը չի ունենա պարտավորություն հասարակական կազմակերպությանը ուղղորդելու, բայց գոնե իրավապահ համակարգին, հա, այս պայդրությամբ միակ
պարտավորված ոնց որ մասնագետը Հայաստանի Հանրապետությունում այդ բժիշկն է, որ եթե տեսնում է բռնության ինչ որ մի նշան, ինքը ունի իրոք պարտավորություն հայտնելու։ Մյուս մասնագետները ոչ։ Մենք օրինակ դեպք ենք ունեցել 15 տարեկան երեխայի, ով առաջի անգամ դպրոցի հոգեբանին է պատմել, չի պատմել իհարկե որ բռնության է ենթարկվում, պատմել է որ իրանից բավականին տարիքով մեծ տղայի հետ հանդիպում է ու ինչ որ գործողություններ են իրան կանում, հոգեբանը դա համարել է էթիկայի խախտում եւ գաղտնիության պահպանում եւ ոչ մեկին չի ասել։ Հաջորդ անգամ, երբ որ երեխան ոնց որ վիճած է լինում այդ տվյալ անձի հետ, երևի երեխան գիտեր, որ դա իրականում քրորեն պատժելի արարք է, ինքն է ասում հոգեբանին, ոստիկանություն կկանչեք։ Այսինքն հոգեբանը ոչ էլ իմացել էր, որ օրինակ 15 տարեկան երեխան ինչքան ուզում է դա որպես համաձայնությամբ պատմվող գործողություն լինի, միևնույն է դա օրենքի խախտում է, հա, այսինքն այդտեղ հստակ հանցակազմ կա։ Կան երկրներ օրինակ, որ անգամ ուղակի անցորդը եթե երեխայի նկատմամբ բռնությունը տեսնում է եւ չի հայտնում, ինքը կարա պատիժ ստանա հետո չհայտնելու մասին։ Այս օրինակ շատ կարեւոր կարգավորումներ են երեխաների դեպքերի պարագայում։ Օրինակ մի դեպք կար Հայաստանի մարզերից մեկում ու մենք իմացանք դրա մասին, որ ոնց որ դպրոցի ծնողները հավաքվել են, գնացել են տնօրենի մոտ եւ խնդրել են, որ այդ երեխային հանեն իրանց դասարանից, որ իրանց երեխաները էլ չսովորեն այդ երեխայի հետ։ Ես ճիշտ ասած ուղարկեցի կրթության նախարարություն այդ տեղեկատվությունը ու ոնց որ մենք այդ ուրբաթ օրը իմացանք, երկուշաբթի գնացինք դպրոց, մինչեւ մենք երկուշաբթի հասանք դպրոց, կրթության նախարարությունը արդեն գործողություններ էր ձեռնարկել ու երբ որ մեզ դիմավորեցին, տնօրենը ասեց, որ չէ, մենք խոսել ենք իրանց հետ ամեն ինչ բացատրել ենք եւ այլն, բայց մենք միևնույն հանդիպում ունեինք ծնողների հետ ու երբ որ նստեցինք, ասացի ոնց որ կարևոր է որ խոսանք, որն էր ձեր անհանգստությունը։ Օրինակ իրանք ասացին, որ դե քանի որ ինքը ինչ որ փորձառություն ունի, մենք մտածում ենք, որ մեր երեխաներին կպատմի դրա մասին եւ այլն։ Այսինքն ճիշտ էլ չի միանշանակ ծնողներին ասել, որ ոչ, դուք երեխայի իրավունքներն եք խախտում, հա, պետք է ինչ որ մեկը լսի այդ ծնողներին, չէ, հասկանա թե որն է կոնկրետ քո անհանգստությունը ու գրագետ տեղեկատվություն տա նաեւ այս դեպքերում։ Չգիտեմ, իրականում այս հարցերը շատ լուրջ են, որտեվ դպրոցներում ու երեխաների հետ դեպքերը ավելի շատ են հաստատ, քան բացահայտվում, բայց գոնե այնքան են բացահայտվում, որ պիտի սկսենք արդեն լուրջ վերաբերվել։ Եթե հիմա մեզ լսում է մարդ, ով ենթարկվել է սեռական բռնության, բայց ոչ մեկին չի ուզում դրա մասին պատմի, ոնց բարձրաձայնի դրա մասին։ Սեռական բռնության տրավման, որպես մեր ունեցած փորձից, հա, կարող եմ ասել, ինքնուրույն չի հաղթահարվում։ Կան մարդիկ, ովքեր իրենց ընկերների հետ են խոսում։ Խոսելը կարևոր է։ Միակ ուղղակի ստեղ ռիսկային է, որ ընկերներն է հաճախ պատրաստված չեն, հա, ոնց լսեն այդ մարդուն, որ ավելի չվատացնեն իրավիճակը եւ այլն, կամ ասենք իրենք մեխանիկորեն չստեղծեն մեղքի զգացում, բայց դիմել ու աջակցություն ստանալ պետք է։ Մեզ ուղղակի պետք է զանգարել թեժ գծով։ Միակ բանը երևի որ ստեղ նաև արժե ասեմ, այդ որ կոնֆիդենցիալությունը մենք երաշխավորում ենք։ Դա էլ է շատ լուրջ ու դժվար հարց Հայաստանի Հանրապետությունում, բայց ամեն դեպքում մեր կազմակերպությունը այդ առումով չունի խնդիր, հա, այսինքն մեր դեպքերի մասին մենք ենք իմանում, մասնագետներն են իմանում, ովքեր պահում են իհարկե գաղտնիությունը, բայց խոսելը շատ կարևոր է, որտեղ ուղակի թաքցնել եւ սեռական բռնության տրավման ինքը ունի մի առանձնահատկություն, որ ինքը ուղակի ժամանակի հետ ինքնուրույն չի անցնում, հա, այդ մենք կարող ենք փաստել այն դեպքերով, որ օրինակ մարդիկ փոքր տարիքում են ենթարկվել, բայց չեն հասկացել իրանց հետ ինչ է կատարվել։ Ու երբ որ մեծանում են, ավելի շատ հասկանում են սեռական հարաբերությունը ինչ է, սեռականությունը եւ այլն, սկսում են հասկանալ թե իրանց հետ ինչ է կատարվել։ Ու այն պահին, որ իրանք հասկանում են դա, այդ պահին են տրավմա ապրում։ Այսինքն այնպես չէ որ եթե 25 տարի առաջ այդ իմ հետ եղել ու ես հիմա եմ հասկացել, վերջ արդեն դա հաղթահարել եմ։ Ինչն է համարվում սեռական բռնություն։ Սեռական բռնություն ընդհանրապես համարվում է ցանկացած ակտ, մենք ակտ ոչ թե գործողություն կասեմ, որովհետև դրա մեջ մտնում է նաև հայացքը, խոսքը, որը ուղղված է դիմացինի սեռականությանը ու իր կամքին հակառակ է։ Ցանկացած բան, հա, այդ կարա լինի ուղղակի խոսք, չգիտեմ, կոմպլիմենտ, որը ցավոք սրտի էլի շատ տարածված է Հայաստանում, շատ սեռականացված կոմպլիմենտներ, որոնց ազդեցությանը մենք լուրջ չենք վերաբերվում, հա, որտեղ այնքան շատ ենք լսում փոքրուց, որ երբեմն մեզ էլ է թվում, որ դա սովորական բան է։ Հպումներ, հա, օրինակ սեռական ոտնձգությունները այդքան ճանաչված չեն որպես սեռական բռնության դրսևորումներ։ Տրանսպորտում, երևի ամեն մեկս մեր կյանքում ինչ որ մի իրավիճակում առնչվել ենք նման
բանի հետ, եթե ոչ մեր նկատմամբ, ապա գոնե տեսել ենք, բայց չենք ընկալում, որ դա սեռական բռնություն է։ Մտածում ենք, որ լավ է, տենց մարդիկ են, տենց բաներ են անում, բոլորի հետ լինում է եւ այլն, բայց այդ սեռական բռնություն է։ Իհարկե բռնաբարությունը, սեռական բնույթի տարբեր գործողություններ, ստեղ շատ կարևոր է կամքին հակառակ պահը եւ միջև վերջերս մենք ընդհանրապես չունենք համաձայնության մասով որևէ կարգավորում, իհարկե հիմա էլ չունենք լավ կարգավորում, բայց գոնե սահմանում ունենք օրենսդրության մեջ, չգիտեմ ոնց պետքա մարդիկ ստուգեն համաձայնությունը եղելա թե ոչ, ու դա էլ է շատ շահարկվում, հա, որ օրինակ զուգընկեր հարաբերություններում շատ մեծ իբր կատակով ասում են հիմա ինչ ես պետքա իմ կնոջ հետ ամեն հարաբերությունից առաջ գրավոր համաձայնություն վերցնեմ, իրական ասում ես գրավոր չէ, բայց խոսքը գրավորի մասին չի, անգամ բանավոր պետք չի։ Եթե դուք զուգընկերներ եք, արդեն պիտի ինչ-որ ձեզ զգացած լիներ համաձայնությունը երբ է լինում ու ոնց։ Ու նույնն էլ հակառակ է, որ դու խոսում ես համաձայնության մասին, այն կողմով որ պիտի տա այդ համաձայնությունը, սկսում է մտածել, որ կարող է չտա, բայց ինքը ուզում է տվյալ բանը հիմա թե ոչ, կամ երբևէ ուզում է, ու խոսք չի գնում մենակ սեռական հարաբերությունների մասին, չէ, սեռական հարաբերություններ ունեն տարբեր գործողություններ իրենց մեջ։ Կարող է ես միշտ համաձայն եմ ինչ-որ մի գործողության, բայց մի այլ գործողության համաձայն չեմ։ Ու այդ էլի գալիս է սեռականության մշակույթից, որտեղ մենք չենք խոսում, որտեղ մեր հետ չեն խոսում, մենք մեծանում ենք ու չունենք մշակույթ խոսելու սրա մասին։ Ինչպես են մեդիաները նպաստում կամ վնասում այս թեմային, սեռական բռնությանը։ Ազդեցությունը շատ մեծ է, որովհետև շատ անգրագետ հոդվածներ են լինում։ Մինչև հիմա մեր մոտ կոնֆիդենցիալությունը չեն հասկացել ինչ է, այսինքն միայն անվան եւ ճիշտ անվան առաջին տառը եւ ազգանվան առաջին տառը նշելով, բայց գրելով որ համայնքում է տեղի ունեցել, քանի տարեկան էր կամ ինչ որ այլ նկարագրական տվյալ մարդու մասին, համարը բոլորը այդ հոդվածներից իմանում են ու մասին է խոսքը, իսկ սեռական բռնության մասին դու պիտի հասկանաս ինչի համար ես գրում։ Հա ինչ որ մի բան պիտի տա քո հոդվածը։ Եթե ուղակի իրազեկում ես, լավ, մի քիչ գրագետ իրազեկես։ Անձը պետքա իրազեկված լինի ու կիրթ լինի սեռականության առումով։ Այսինքն սեռական դաստիարակության կարևորության մասին շատ վաղուց ենք խոսում մեր երկրում, բայց այդ իրոք կարևոր է, որտեղ հատկապես երեխաների դեպքերում է դա երևում, որ եթե երեխան մի փոքր ավելի գրագետ լիներ իր սեռականության վերաբերյալ, կարային կանխվեին սեռական բռնության դեպքեր, չգիտեմ, անչափահասների հղիության դեպքեր, ով պետքա սա անի։ Իրականում դա դպրոցի պարտավորությունը պետքա լինի, որովհետև մենք շատ լավ գիտենք մեր երկրի իրականությունը ծնողների առումով, հա։ Մենք չենք կարող հուսալ, որ այն ծնողով, որ, չգիտեմ, մի կտոր հացի գումար վաստակելու համար առավոտից մինչև գիշեր ամենասարսափելի պայմաններում աշխատում է, չենք կարող դնել հույսներս այդ ծնողների վրա, առավելևս եթե այդ ծնողը ինքը չի կրթվել։ Այսինքն, եթե մենք հիմա սկսենք բոլոր երեխաներին իրազեկել ու կրթել, կարող է մի 20 տարի հետո հույս ունենանք, որ կունենանք արդեն կիրթ ծնողներ, ովքեր իրենց երեխաներին կփոխանցեն, բայց այս այսօրվա դրությամբ ես կարծում եմ, որ դա դպրոցի պարտավորությունն է։ Տաթև ջան, ուրեմն մի հատ հետաքրքիր խաղ ենք խաղալու միասին։ Իմ ձեռքում կան 10 անձանց անուն, պետական մարմիններից, իրավապաշտպաններից, պետքա քաշես մեկի անունը եւ ուղերձես իրեն։ Կամ ասես, որ ինչ չի արել, սա պետք է անի, որը կապված է հենց սեռական բռնության հետ։ Երկու հատ քաշեցիր, դու ընտրի որը։ Շատ լավ։ Ով է? Անահիտ Ավանեսյան։ Անահիտ Ավանեսյան, առողջապահության նախարարը։ Ես կարծում եմ, որ առողջապահության ոլորտում շատ անելիքներ կան սեռական բռնության ենթարկված անձանց պարագայում, նախ կարծում եմ, որ որքան էլ հիմա քննարկումները ոնց որ բռնաբարության արգղիկի ներդրման ավելի շատ իրավապահ համակարգն ավելի ակտիվ մասնակցում եւ այլն, ազգային ժողովի падգամավորները եւ միջազգային կառույցներն են ավելի ներգրաված, բայց ես կարծում եմ, որ այդտեղ մեծ անելիք ունի առողջապահության համակարգը, որովհետեւ ուղղակի դա գործարկելու եւ Հայաստանի Հանրապետությունում ներդնելու համար մենք պետք է շատ լուրջ փոփոխություններ ունենանք առողջապահության ոլորտում։ Այսինքն ավելի ճիշտ պատրաստված մասնագետներ, ովքեր այդ ապացույցները կհավաքեն, հիվանդանոցներ, ովքեր պատրաստ կլինեն իրենց ներսում բոլոր անհրաժեշտ ոնց որ փոփոխությունները անեն։ Շնորհակալ եմ Տաթևիկ ջան, անչափ ամբողջ ինֆորմացիան տրամադրելու համար։ Ես եմ շատ շնորհակալ ու իրոք շատ մեծ պատիվ է գալ խոսելու միասին այս թեմայի մասին։
Շնորհակալություն մեզ լսելու եւ դիտելու համար։ Եթե տեսանյութը հավանեցիք, կարող եք լայք դնել կամ բաժանորդագրվել։ Կարող եք նաեւ մեկնաբանություններ թողել տեսանյութի ներքևում, մենք անպայման դրանց կանրադառնանք։ Չմոռանաք նաեւ ցանկացած բռնություն տեսնելու, լսելու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին կամ դիմել Զառական բռնության ճգնաժամային կենտրոն։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ մեր հաղորդումներում։ 3, 2, 1